5 հարցումներ մեր փրկչին և մեր փրկության թշնամիին սատանային մասին, որպեսզի զինք լավ ճանչնանք։ Առաջին հարցում. Սատանան կրնա մարդուս միտքը գարթալ, մտածումները գիտնալ։ Սուրբ հայրեր կվկայեն, թե սատանան չի կրնար մարդուս միտքը գարթալ, մտածումները գիտնալ։ Երբեմն այն տպավորությունը կունենանք, որ չարը մեր մտածումները կրնա գարթալ։ Սա տպավորություն է, իրականություն չէ։ Իրականությունը այն է, որ սատանան մեր կյանքի ընթացքը գտիդե, մեր կատարած գործերը գտիդե և անոնց ընդմեջեն կրնա քուշակել, թե մենք ինչ բանի մասին կմտածենք, թե մեր մտածումները ինչ են։ Հետևաբար զգույշ պետք է ըլլանք մեր կյանքի ընթացքին, մեր գործերուն, որովհետև անոնց միջոցով է, որ չարը կրնա քուշակել, գիտնալ, թե մենք ինչ կմտածենք։ Մեկ օրինակ տամ ձեզի։ Կարդացեք Ծննդոց գիրքը, 3-րդ գլուխ, 1-ին 6 համարներ, մանավանդ 6-րդ համարը։ Եվ պիտի տեսնեք, թե Եվա Պարդեսին մեջտեղը թրված ծառին շուրջ գթարնար։ Գիտեք պատմությունը, Աստված արգիլած էր Ադամին և Ադամին միջոցով Եվային, որ Պարդեսին մեջտեղով եղող ծառեն ուտեն։ Այդ ծառեն չէին կրնար ուտել։ Աստված արգիլած էր։ Հոն կգարտանք, թե օձը մոտեցավ Եվային և հարցուց. իրավ որ Աստված ըսավ, թե Պարդեսին ովևէ մեկ ծառեն պիտի չուտեք։ Եվ գիտեք պատասխանը Եվային, ասավ ոչ, Աստված ըսավ, թե բոլոր ծառերեն կրնանք ուտել, բայց Պարդեսին մեջտեղը եղող ծառեն միայն չեն կրնար ուտել։ Եվ օձը ասավ, Աստված գիտե, թե այն օրը, որ ուտեք, ոչ թե պիտի մեռնիք, այլ աստվածներուն նման պիտի ըլլաք։ Մեզ հետաքրքրողը հետևյալն է. 6-րդ համարը, 3-րդ գլուխ գսե, և Եվա տեսավ, որ ծառին բդուղը հաճելի է ուտելու համար։ Տեսավ, կնշանակե ծառին մոտ էր։ Ուրեմն, երբ սատանան տեսավ, որ Եվա ծառին կմոտենար, ծառի մոտ կերտար, ամենօրյա թրությամբ, կմտածեր ուտեմ չուտեմ, եւ որ տեսավ ամենօրյա թրությամբ ծառին մոտ կերտար, ծառին կնայեր, գիտավ, թե Եվա ինչ կմտածեր։ Անդրադարձակ, թե ինչ կսեմ։ Ուրեմն մեր կյանքի ընթացքը որ թիդե, մեր գործերը երբ թիդե, կգիտնա, թե մենք ինչ կմտածենք։ Ճիշտ ինչպես Եվային կյանքի ընթացքը թիդեց և գիտավ, թե Եվա ինչ կմտածեր։ Ուրեմն մեր միտքը չի կրնար գարտալ, բայց մեր կյանքի ընթացքը թիդելով կրնա գիտնալ մեր միտքը։ Հետևաբար, սիրելիներ, ես կպատվիրեմ ձեզ, երբ աղոթեք, ձեր մտքեն աղոթեցեք, Սուրբ հայրեր գսեն, ձեր մտքեն աղոթեցեք, եթե երբեք չեք ուզեր, որ չարը գիտնա, թե դուք ինչ բանի համար կաղոթեք։ Երկրորդ, սատանան կրնա ստիպել մեզ, որ մեղք գործենք, ոչ
չի գրնար ստիպել, գրնա քրքրել, գրնա թրթել, գրնա մղել, գրնա առաջարկել, բայց չի գրնար ստիպել, չի գրնար բարդատրել, այդ իշխանությունը, այդ զորությունը չունի։ Գարտացեք այ Պետրոս 3:13։ Առաքյալը գսե, ով գրնա քեզի չարիք հասցնել, եթե տուն բարին կործելու նախանցախնդիր ըլլաս։ Այո, սիրելիներ, սատանան չի գրնար չարիք հասցնել մեզի, եթե մենք գուզենք, գկամենանք բարին կործել։ Սատանան թրթեց Եվան, որպեսզի ուդեր ծարեն, թրթեց, քրքրեց, բայց չստիպեց։ Եվա իր ազատ գամքով գերավ։ Սատանան քրքրեց հութան մատնելու Հիսուսը, բայց չստիպեց։ Հութա իր ազատ գամքով մատնեց Հիսուսը։ Օրինակ մտամ ցեզի սիրելիներ, Սուրբ Օգոստինոսի կողմէ դրված։ Ան գսե, թե մենք չենք գրնար արգիլել, որ թրջունները մեր գլուխին վերև թրջին, բայց գրնանք արգիլել անոնց, որ փույն հաստատեն մեր գլուխին վրա։ Ասել գուզե, թե չարը գրնա քրքրել, գրնա թրթել, գրնա մղել, այդ բոլորը մենք չենք գրնար արգիլել։ Բայց գրնանք արգիլել, որ չարը փույն հաստատե մեր սրտի մեջ, մեր հոգին մեջ, մեր մտքի մեջ։ Ինչու, որտեղ չունի այդ զորությունը ստիպելու մեզ, որ մենք գործենք։ Երրորդ, ինչ է նպատակը սատանային։ Եթե կուզեք սատանային նպատակը գիտնալ, անշտ յուրաքանչյուր գետ, որ գիշեմ, շատ ընդարձակ գերբով կարելի է անոնց մասին խոսիլ, բայց կփորձեմ խոսքիս մեջ հագիրճ ըլլալ։ Ինչ է նպատակը սատանային։ Գարտացեք Մատթեոս 4:7։ Մեզի գսվի, թե սատանան Հիսուսը արավ դաջարի աշտարակներեն մեկուն վրա բարձրացուց եւ անոր ասավ, դուն քեզ հոսգե վար նեդե։ Այս է նպատակը սատանային։ Դեսնել մարդուն անգումը։ Հիսուսին ուղված սատանային խոսքը ուղված է մեզ յուրաքանչյուրին։ Տուն քեզ հոսգե վար նեդե։ Սատանան գուզե մեզ վար նետված, վար ցկված, վար ինգած, մեկ խոսքով գուզե մեզ վար դեսնել։ Չորրորդ, ինչ անել, որ սատանան հերանա մեզմե։ Գարջ եւ հստակ Հակոբոս առաքյալ իր նամակին 4-րդ գլուխին 7-րդ համարի մեջ գսե 4:7 հնազանդեցեք Աստծո եւ թեմ թրեք սատանային եւ ան հերու բիդի փախչի ցեզմե։ Հնազանդեցեք եւ թեմ թրեք։ Ասել գուզե Աստծո հնազանդիլը ինքնապերապար սատանային թեմ թնել գնշանագե։ Եվ սատանան երբ թիմադրության հանդիպի գթողու եւ գփախչի։ Այսօր մենք ինտիմատիր քրիստոնյաներու պետք ունենք։ Չարին թեմ տնող քրիստոնյաներու պետք ունենք։ Հնազանդենք Տիրոջ, թեմ տնենք չարին։
և ան հերու պիտի փախչի մեզմե։ Եվ վերջին կետ 5-րդ Սատանային իշխանությունը մեզ փորձելու սահմանափակ է, թե ոչ։ Այո, սիրելիներ, սահմանափակ է։ Պողոս առաքյալ այբ Կորինթացիս 10:13-ին մեջ գսե. վստահեցեք Տիրոջ ան թույլ պիտի չտա, որ հանդիպիկ փորձությամը, որ ձեր կարողութենեն վեր է։ Աստված թույլ պիտի չտա փորձիչին, որ մեզ փորձե այնպիսի փորձությամը, որ չեն կարող դանել, չեն կրնար հաղթել այդ փորձության, որ մեր կարողութենեն վեր է, չկա այդպիսի բան։ Հիսուս գսե Ղուկաս 10:9-ին մեջ իշխանություն գուդամ ցեզի գող կրդելու օծերն ու գարիչները, այսինքն չար ոգիները, եւ իշխանություն գուդամ հաղթահարելու թշնամիին, այսինքն սատանային զորությունը։ Մեզի իշխանություն դրված է, ոչ թե սատանային, այլ մեզի սատանան ինքն է, որ մեզ պետք է վախնա, եւ ոչ թե մենք իր մենք ամենակարող Աստծոմը զավակներն ենք, սատանան կարող է, չեմ ասեր կարող է, բայց Աստված ամենակարող է, եւ եթե մենք բնակված ենք այդ ամենակարող Աստծով, սատանան չի կրնար բարդության մատնել մեզ, եւ գավարդեմ հետևյալը ասելով. ձունգի եկեք Տեր Հիսուսի թիմաց աղոթքով, եւ դուք պիտի կարենաք ձունգի բերել սատանան ձեր առջև։ Կապվեցեք Տիրոջ, եւ դուք կապած պիտի լաք չարը ձեր կյանքին մեջ։ Կանգնեցեք Աստծո ներկայության, եւ չարը պիտի չկարենա կանգնել ձեր ներկայության։